Սեպտեմբերի 9-ին կայացած Գյումրիի քաղաքապետի ընտրությունների նախնական տվյալներով Գյումրիի քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ում սատարում էր նաև Հանրապետականը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով Սամվել Բալասանյանը հավաքել է 27500 քվե, երկրորդ տեղում դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն է, ով 10281 ձայն է հավաքել։ Դաշնակցական թեկնածուն չի բողոքարկի ընտրությունների արդյունքները ու նաև չի էլ շնորհավորի Սամվել Բալասանյանին։ Ես համարում եմ, որ նա ընտրված քաղաքապետ չի, ես ասում եմ ուղիղ բոլորի ներկայությամբ, նա նշանակված քաղաքապետ է։ Ցավոք սրտի մեր սահմանադրությունը խախտվեց եւ մարդը նշանակվեց։ Այդտեղ որ խորանանք իրականության մեջ կան փողեր, կան լծակներ, բայց ոչ մարդ։ Ընտրող չկա, ամեն ինչ կա բացի ընտրողից։ Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն 5 օրից, սակայն նորընտիր քաղաքապետը 1.5 ամիս պիտի սպասի, մինչև կստանձնի այդ պաշտոնը, քանի որ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները կավարտվի հոկտեմբերի 26-ին։ Մինչև հոկտեմբերի 26-ը Գյումրին ըստ էության 2 քաղաքապետ կունենա։ Ոսորտե սեպտեմբերի 9-ին մենք մասնակցեցինք մինի նախագահական ընտրությունների, եւ ես չեմ կարծում, թե ինքը կկարողանա գյումրեցիների ղեկավարի, որովհետեւ որևէ մեկ գյումրեցի այն ձայն չի տվել։ Գյումրիում ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրախախտումների 16 դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։ Այդ մասին Ազատություն ռադիոկայանին փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը։